Այն, ինչ ժամանակին անհնարին էր համարվում, այժմ դարձել է նոր իրականության մասը։ Իսպանիայի փողոցներում կես մետրանոց կարկուտ է տեղացել, Ասիայում թայֆունի տարօրինակ պահվածքը, Թուրքիայի երկնքում զբոսաշրջիկների մասնակցությամբ ողբերգությունը։ Ռուսաստանում փոթորիկները աննախադեպ ուժգնություն են ստանում, քամու արագությունը համեմատելի է արևադարձային փոթորիկների ուժգնության հետ։ ԱՄՆ-ում ջրի հզոր հոսքերը քշում են մեքենաները իրենց ուղևորների հետ միասին։ Ավելի քան 10 մարդ է մահացել։ Ինչ է կանգնած բնական աղետների աճող ալիքի հետևում։ Այս թողարկման մեջ անցած շաբաթվա ամենացնցող կատակլիզմները եւ տեղի ունեցողի իրական պատճառները, որոնք պաշտոնապես չեն բարձրաձայնվում։ Միացյալ Նահանգներ։ Հունիսի 12-ի գիշերը Տեխասի կենտրոնական շրջանները տուժել են հորդառատ անձրևների հետևանքով, ինչը առաջացրել է վերջին տասնամյակների ամենաավերիչ ջրհեղեղներից մեկը։ Աղետի էպիկենտրոնը Սան Անտոնիոն էր, Տեխասի խոշորագույն քաղաքներից մեկը։ Կարճ ժամանակահատվածում այնտեղ տեղացին 150 մմ տեղումներ, որոնցից գրեթե 100-ը ընդամենը 1 ժամվա ընթացքում։ Իրավիճակը հատկապես ծանր է եղել քաղաքի հյուսիսարևելյան հատվածում։ Այնտեղ Սան Անտոնիո գետի ջրի մակարդակը ընդամենը 2 ժամում 1 մետրից հասել է 7.6 մետրի, ինչը համեմատելի է արևադարձային փոթորիկների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետ։ Հզոր ջրային հոսքերը մեքենաներ են տարել։ Փրկարարները հայտնաբերել են 10 մարդու 1.5 կիլոմետր հեռավորության վրա, որտեղից նրանց քշել էր հոսանքը։ Նրանք կարճել էին ծառերից, որպեսզի չխեղդվեն։ Մահացել է 13 մարդ։ Նրանցից շատերը արգելափակվել են մեքենաների ներսում եւ չեն կարողացել փախչել մինչ մոլեգնող ջրով կլանվելը։ Համատարած ջրհեղեղներ են գրանցվել նաեւ հարևան շրջաններում, որոնք հանգեցրել են տասնյակ ճանապարհների, կամուրջների եւ անցումների փակմանը։ Տեղատարապ անձրևներն ուղեկցվել են ինտենսիվ ամպրոպներով եւ տորնադոներով։ Ռուսաստան։ Вообще, это что-то. Дерево падает чуть ли не на женщину. Тома, видела? Հունիսի 11-ին հզոր փոթորիկ անցավ Տյումենի մարզի Բերյոզովսկի շրջանով, բերելով տեղատարապ անձրև, կարկուտ եւ 25 մետր վայրկյան արագության հասնող սաստիկ քամի, ամենաշատ վնասը կրել է Բերյոզովո բնակավայրը։ Ընդամենը 10 րոպեում փոթորիկը վնասել է բնակելի եւ վարչական շենքերը, արմատախիլ արել ծառերը, ավերվել են խաղահրապարակները։ Տանիքից պոկված մետաղի թիթեղից երեխա է վիրավորվել։ Տեղի բնակիչները խոստովանել են, որ իրենց կյանքում երբեք նման հզոր փոթորիկ չեն տեսել։ Հունիսի 12-ին Ռուսաստանի հարավային շրջանները ենթարկվել են եղանակային ծանր ալիքի հարվածին։ Չեչնիայում եւ Դաղստանում փոթորկով քամիները հասել են վայրկյանում 40 մետրի, 100-ից ավելի բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։ Քամու պորտկումներ արմատախիլ են արել ծառերը, պոկել տանիքները եւ տապալել գովազդային կառույցները։ Կասպիսկ քաղաքում փլուզվել է Անժի Արենա մարզադաշտի կողքի բեմը։ Շալիում ուժեղ քամին պատեր է քանդել։ Ողբերգության հետևանքով 3 մարդ մահացել է, եւ 2-ը վիրավորվել։ Ինգուշեթիայում մինչև վայրկյանում 35 մետր արագությամբ սաստիկ քամին վնասել է էլեկտրահաղորդման գծերը եւ պոկել հիվանդանոցների, դպրոցների եւ բնակելի շենքերի տանիքները։ Մոտ 10,000 տնային տնտեսություն մնացել է առանց հոսանքի։ Ոչնչացվել է մոտ 2000 հեկտար բերք։ Վլադիկավկազում փոթորիկը արգելափակել է կաթսայատները, քաղաքի մի մասը թողնելով առանց տաք ջրի։ Կաբարդինո-Բալկարիայի հանրապետությունում հավի ձվի մեծությամբ խոշոր կարկուտ է տեղացել Բաքսան եւ Չեքեմ քաղաքներում։ Ստավրոպոլի երկրամասում հորառատ անձրևը վերածել է փողոցները իսկական գետերի, իսկ որոշ մեքենաներ ջրի տակ են անցել։ Եսենտուկիում հորթառատ տեղումները խափանել են 8 ենթակայաններ, մի քանի շրջաններ թողնելով առանց էլեկտրականության։ Կրասնոդարի երկրամասում ամենաշատը տուժել է Ստավրոպոլսկայա գյուղը։ Ականատեսները հայտնել են, որ թենիսի գնդակի չափ հսկայական կարկուտը կոտրել է ծառերի ճյուղերը եւ քանդել այգիները։ Մի քանի օր անց սաստիկ եղանակը հարվածեց Սև ծովի ափին։ Անապայում մինչև 3 սանտիմետր տրամագծով խոշոր կարկուտը վնասել է այգիներն ու բանջարանոցները։ Նովորոսիսկում հորթառատ անձրևը փողոցները վերածել է ջրի առուների։ Իրավիճակը հատկապես ծանր է Սոչիում։ Քաղաքի որոշ հատվածներում մեկ օրում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման ավելի քան 106.6 մմ։ Զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ պահին Սոչիի լողափերը փակվել են։ Որոշ փողոցներում ջրի մակարդակը բարձրացել է մոտ 2 մետրի։ Հզոր հոսանքները քշել են մեքենաները, իսկ տները, խանութներն ու սրճարանները մնացել են ջրի տակ։ Մամայսկի Լեռնանցկից սողանք է իջել։ Ճանապարհը փակվել է հսկայական քարերով եւ ծառերով։ Դագոմիս գյուղում հորթառատ անձրևի պատճառով Իրագետը վարարել է։ Ջուրը հեղեղել է դաշնային մայրուղու մի հատվածը, առաջացնելով մի քանի կիլոմետրանոց խցանումներ։ Ռոզա խուտոր լեռնային հանգստավայրում հունիսի 16-ին ձյուն է տեղացել, օդի ջերմաստիճանը իջել է մինչև 0 աստիճան ըստ Ցելսիուսի։ Նույն օրը Խապարովսկի երկրամասում տարերային աղետ է տեղի ունեցել Կոմսոմոլսկի, Սոլնեչնի, Պոլինա Օսիպենկոյի շրջաններում։
Գալիչնոյե գյուղում տեղի է ունեցել կարգտահարություն։ Հավի ձվից մեծ կարկուտը լուրջ վնաս է հասցրել տներին, ջերմոցներին եւ մեքենաներին, ոչնչացրել բերքը, մինչև 15 սանտիմետր հաստությամբ սառույցի շերտը ծածկել է գետինը եւ բնակիչները ձեռքով մաքրել են փողոցները, օգտագործելով բահեր։ Ականատեսների վկայությամբ նման աղետ չէր եղել ավելի քան 50 տարի։ Մինչ երկրի շատ շրջաններում շարունակվում են չդադարող անձրևները, Ռոստովի մարզի 10 շրջաններում երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Վնասվել է ավելի քան 500,000 հեկտար ցանքատարածություն, ավելի քան 60,000 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր ամբողջությամբ ոչնչացվել են։ Թուրքիա։ Հունիսի 15-ի առավոտյան ողբերգություն է տեղի ունեցել Թուրքիայի Աքսարայ նահանգում։ Զբոսաշրջիկներին տեղափոխող երկու օդապարուկները, որոնք բարձրացել էին Իհլարա հովտից, շուտով կորցրել են կառավարումը եւ մեկը մյուսի հետևից վթարի են ենթարկվել։ Ականատեսների վկայությամբ օդապարուկները սկզբում սկսել են կտրուկ օրորվել օդում, ապա արագ իջել ու բախվել գետնին։ Առաջին օդապարուկը ընկել է Գյոզլուգույու գյուղի մոտ։ Օդաչուն դեպքի վայրում մահացել է։ Ուղևորներից 19 վիրավորվել են, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ Երկրորդ միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել Բելիսերմա գյուղի մոտ, տուժել է 12 զբոսաշրջիկ, բարեբախտաբար, բոլորը թեթև վնասվածքներով։ Երկու վթարների ենթադրյալ պատճառը քամու ուժգնացումն ու եղանակային պայմանների հանկարծակի փոփոխություններն էին։ Միջադեպից հետո մարզային իշխանությունները դադարեցրել են օդապարուկներով թռիչքները, իսկ հունիսի վերջին նախատեսված փառատոնը հետաձգվել է։ Իսպանիա։ Հունիսի 13-ից սկսած հորդառատ անձրևներով եւ կարկուտով հզոր փոթորիկները հարվածեցին Իսպանիայի հյուսիս-արևելքի Սարագոսա եւ Տերուել նահանգներին։ Հորդառատ անձրևների հետևանքով տուժած նահանգների բազմաթիվ բնակավայրերի էլեկտրամատակարարումը խափանված է։ Ասուարում գետի հանկարծակի վարարումը քաղաքի փողոցները վերածել է հզոր ջրային հոսքերի։ Ջուրն այնքան արագ էր առաջացել, որ մարդիկ հազիվ էին հասցնում բարձրանալ տանիքներ։ Մի քանի ընտանիքներ, հատկապես երեխաներ եւ ծերեր, մնացել են իրենց տներում։ Նրանց տարհանել են փրկարարները։ Բժշկական կենտրոնի շենքում մեկ բժիշկ մնացել է փակված մթության մեջ, մինչև պարանոցը խորքը ջրի մեջ, նա մենակ է անցկացրել գրեթե 3 ժամ, միևնույն ժամանակ բուժքույրը գտնվել է սենյակում, որտեղ ջրի մակարդակը գրեթե հասել է առաստաղին։ Փորձելով փախչել, նա անհաջող փորձել է կոտրել ապակին։ Բարեբախտաբար, փրկարարները ժամանակին են հասել։ Անգամ աղետից մի քանի օր անց Ասուարի որոշ փողոցներ գրեթե անանցանելի էին, նախնական հաշվարկներով, քանդված կամուրջների եւ ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնումը կպահանջի մինչև կես տարի եւ կպահանջի մոտ 6 միլիոն եվրո։ Հունիսի 15-ին հզոր փոթորիկը հարվածեց Ալբասետե նահանգին, որը գտնվում է Իսպանիայի հարավ-արևելքում։ Լա Ռոդա մունիցիպալիտետում 3.5 ամսվա տեղումները տեղացել են ընդամենը 15 րոպեում։ Այստեղ տեղ-տեղ մինչև 7 սանտիմետր տրամագծով ինտենսիվ կարկուտ է տեղացել, մինչև 50 սանտիմետր խորությամբ իսկական կարկուտի գետը հոսել է փողոցներով, քշելով մեքենաներն ու աղբամանները իր ճանապարհին։ Հարյուրավոր կիլոգրամ սառույցը վնասել է բնակելի շենքերին, քաղաքային ենթակառուցվածքներին, խցանվել են կոյուղու համակարգերը։ Տուժել են նաև գյուղատնտեսական նշանակության հողերը։ Զգալի վնաս է հասցվել հացահատիկային մշակաբույսերին, ինչպես նաև խաղողի եւ նուշի տնկարկներին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն։ Հունիսի 14-ի գիշերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում ուժեղ տեղատարապ անձրև է եկել։ Բնակիչների համար դա իսկական անակնկալ էր, քանի որ հանրապետությունում անձրևների սեզոնն արդեն ավարտվել էր եւ սկսվել էր չորային շրջանը։ Ընդամենը 6 ժամում Կինշասայում 90 մմ տեղումներ են տեղացել, ինչը ավելին է, քան սովորաբար տեղի է ունենում նույնիսկ տարվա ամենաանձրևոտ օրերին։ Հորդառատ անձրևները առաջացրել են համատարած ջրհեղեղներ եւ սողանքներ, լրջորեն վնասելով քաղաքի բոլոր համայնքների ենթակառուցվածքները։ Ավերվել են տները, ողողվել են ճանապարհները, վնասվել են կամուրջները, եւ սա միայն ծանր հետևանքների մի մասն է։ Մայրաքաղաքի մի քանի թաղամասերը հոսանքազրկվել են, իսկ Մատետե կոմունայում ջուրը հեղեղել է ավելի քան 500 տուն։ Ողբերգությունը տեղի ունեցել Լեմբա թաղամասում, որտեղ ջրի կատաղի հոսքը քանդել է տան պատը։ Փլատակների տակ ամուսնական զույգ է զոհվել։ Նրանց 5 երեխաները հրաշքով ողջ են մնացել։ Աղետի հետևանքով 30 մարդ է զոհվել։ Ավելի քան 36,000-ը մնացել են անօթևան, իսկ տուժածների ընդհանուր թիվը մոտեցել է 70,000-ին։
Վուտիպ թայֆուն։ Վուտիպը ոչ միայն դարձավ սեզոնի առաջին թայֆունը, այլև անմիջապես դրսևորեց մի քանի անսովոր որակներ, ի տարբերություն շատ թայֆունների, որոնք սովորաբար ձևավորվում են Ֆիլիպինների ափերի մոտ, այս մեկը զարգացել է հարավչինական ծովում։ Չինաստանում Վուտիպը լուրջ վնաս է հասցրել երկրի հարավային շրջաններին։ Հունիսի 13-ի գիշերը թայֆունը հասավ Հայնան կղզու վրա, հասնելով արևադարձային փոթորկի ուժգնությանը։ Սանյա շրջանում մոտ 665 մմ տեղումներ են գրանցվել։ Հունիսի 14-ի կեսօրին Վուտիպը կրկին դուրս եկավ ցամաք, այս անգամ Գուանդուն նահանգում, բերելով տեղատարապ անձրևներ։ Հանրապետության 83 գետերում ջրի մակարդակը գերազանցել է կրիտիկական շեմը։ Անձրևից եւ ջրհեղեղից հետո տեղի են ունեցել սողանքներ եւ սելավներ։ Հունիսի 14-ի գիշերը տուժել են Գուանսի նահանգի Լուչուան շրջանի բնակիչները, ցավոք 3 հոգի թաղվեցին հողի տակ եւ կորցրին իրենց կյանքը։ Փորձագետները նշել են, որ այս տարի առաջին թայֆունը ձևավորվել է միայն հունիսին, սովորականից 2.5 ամիս ուշ։ Այնուամենայնիվ, Չինաստանի համար Վուտիպը դարձավ համեմատաբար վաղ երևույթ, քանի որ, ըստ վիճակագրության, թայֆունները սովորաբար հասնում են երկրի ափ միայն հունիսի վերջին։ Թեև թայֆունը Վիետնամ չհասավ, նրա արևմտյան ծայրամասը հորդառատ անձրևներ բերեց կենտրոնական նահանգներ հունիսի 11-ից մինչև 13-ը, օրինակ, Բախմա ազգային պարկում մեկ օրում գրանցվել է 884 մմ տեղումներ, որը ռեկորդային էր 1976 թվականից ի վեր։ Որոշ օդերևութաբանական կայաններ ընդամենը 6 ժամում գրանցել են ավելի քան 300 մմ տեղումներ։ Կենտրոնական շրջանի գետերի ջրի մակարդակը վերջին 3 տասնամյակների ընթացքում հունիսին հասել է ռեկորդային մակարդակի։ Ջրի տակ են անցել 3500-ից ավելի բնակելի տներ եւ 88000 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։ Տասնյակ հանրապետական եւ մարզային ճանապարհներ լվացվել եւ հեղեղվել են։ Ցավոք, ջրհեղեղները խլել են 11 մարդու կյանք։ Թեև Վուտիպ արևադարձային փոթորիկը ուղղակիորեն չի հարվածել Թայլանդին, դրա ազդեցությունը զգացվել է հորդառատ անձրևների եւ բուռն քամիների միջոցով, որոնք ավերածություններ են առաջացրել մի քանի նահանգներում։ Հունիսի 12-ից սկսած տեղատարապ անձրևները հողի էրոզիայի պատճառ դարձան եւ ավերեցին ճանապարհները։ Ջրհեղեղը ջրի տակ է առել բնակելի թաղամասերը, իսկ բազմաթիվ տներում փլուզվել են պատերը։ Հանկարծակի ջրհեղեղները լուրջ վնաս են հասցրել գյուղատնտեսական հողատարածքներին եւ ձեռնարկություններին։ Հունիսի 14-ին Տրատ նահանգի Բորայ շրջանում սաստիկ փոթորկի ժամանակ ծառն ընկել է բնակելի շենքի վրա։ Տունն ամբողջությամբ ավերվել է, իսկ փլատակների տակ մահացել է 1 տասնամյա երեխա։ Վուտիպ արևադարձային փոթորիկը ազդել է նաև Լաոսի եւ Կամբոջայի որոշ հատվածների վրա։ 3 օր անընդմեջ չդադարող անձրևների հետևանքով սաստիկ ջրհեղեղներ են տեղացել։ Բնակելի շենքերը եւ գյուղատնտեսական հողատարածքները ջրի տակ են անցել, մի քանի ճանապարհներ լվացվել եւ ամբողջովին անանցանելի են դարձել։ Բնական կատակլիզմների արագ աճի հիմնական պատճառը հիմնականում աստղագիտական ցիկլն է, որը կրկնվում է 12000 տարին մեկ։ Այս ժամանակահատվածում արեգակնային համակարգը, ներառյալ Երկիրը եւ նույնիսկ Արևը, լրացուցիչ էներգիա է ստանում արտաքին տիեզերական ազդեցությունից։ Այս ավելորդ էներգիայի ազդեցության ներքո երկրի միջուկի տաքացումը ուժեղանում է։ Արդյունքում մոլորակի խորքային շերտերում հալած նյութի տեղաշարժն ակտիվանում է։ Մագման սկսում է ավելի ինտենսիվորեն բարձրանալ, հրահրելով տեկտոնական եւ հրաբխային ակտիվության աճ, ինչպես նաեւ հանգեցնելով օվկիանոսի գերտաքացման, ինչը մթնոլորտը դարձնում է ավելի խոնավ եւ անկայուն։ Սա առաջացնում է շղթայական ռեակցիա ուժեղացած երկրաշարժերի, հաճախակի եղանակային անոմալիաների եւ կլիմայի կտրուկ տեղաշարժերի տեսքով։ Այս երևույթներից շատերը բացարձակապես նոր են մարդկության համար, եւ ժամանակակից գիտությունը չի կարողանում ժամանակին գնահատել եւ արձագանքել դրանց մասշտաբներին եւ զարգացման տեմպերին։ Մենք մտել ենք մեզ նախկինում անհայտ գործընթացների դարաշրջան, ինչը նշանակում է, որ նախկին մեթոդներն այլևս բավարար չեն, էական են նոր մոտեցումներն ու գլոբալ համագործակցությունը։ Միայն տարբեր երկրների գիտական ներուժն ու ռեսուրսները միավորելով կարող ենք արդյունավետ լուծումներ մշակել։ Գիտությունը պետք է շտապ հարմարվի նոր իրականությանը եւ համարժեք արձագանքի նոր մարտահրավերներին։ Կլիմայական գլոբալ մարտահրավերների լուծմանն ուղղված առաջին քայլերն արդեն արվել են։
Ալլատրա գիտական համայնքի կողմից առաջարկված մեթոդներն ու տեխնիկական լուծումները փորձարկվել են Սիբիրում եւ ապացուցել իրենց արդյունավետությունը։ Նրանք ի վիճակի են առաջիկա տարիներին զգալիորեն դանդաղեցնել եւ կայունացնել բնական աղետների աճն ամբողջ աշխարհում։ Այնուամենայնիվ, այս տեխնոլոգիաների համատարած կիրառումն ի շահ ողջ մարդկության ամբողջովին կախված է հենց մարդկության կամքից։